Ինչքան սիրուն ընտանիք կարող էինք լինել, եթե հարգեիր մեր ընտանիքը, մեր միությունը, Աստված տվել էր երջանիկ լինելու բոլոր հնարավորությունները։ Էնպես չի, որ ես հարսանիք եմ եկել, իրանք էլ ինչ։ Բա ինչի համար ես եկել։ Եկել եմ քեզ վերջին անգամ զգուշացնել, որ մեծ սխալust եմ տալիս։ Անասա եկել ես բախտներիս վրան քարկցես, էլի։ Գրիշ սուս։ Ինչ է սուս մանան։ Պապդ էս Ազիզորով եկել է հարամի։ Ասեմ իմանաս, ճակատագրական սխալust եմ տալիս, բայց ես գաղութ եմ, որ ես սխալ լինեմ, ու դու երջանիկ լինես։ Միամտություն էր հավատալը, որ մենք կարող էինք միասին երջանիկ լինել, եթե քեզ անծանոթ էր լավ ընտանիքի բանաձևը։ Անուղեղի պես տառապում էի քո համար, իսկ դու մաշիտ ընկերակցությունն էիր վայելում անգամ Գերմանիայում։ Այո, դու փորձանք չես, ուր ես գնում։ Պապի գնամ հասկանամ ինչ են խոսում դրանց հետ։ Համբերի կգա կհասկանաս։ Պապի այն կոմանցի, հա։ Սպաս չի ասում եմ, Դավիթ, մի ջղայնացրու, որ կր։ Հա, պապի վայ։ Գնացին։ Ինչ ուզում են թող անեն։ Ասի։ Ինը մի հատ թուլացի ու նստի հանգիստ։ Կներես, բայց չեմ կարող գնա Գրիշի հետևից։ Դե արի նստենք կգան էլի։ Նա էլի պատմությունը կրկնվում է։ Ես ասում եմ Գրիշին տեղի, դու էլի գցում ես ականջի հետև։ Ականջի հետև չեմ գցում, ուղղակի համբերում եմ։ Ես համբերություն չունեմ։ Նենց բաների միջով անցա, որ կներես, ոչ կարող եմ համբերել, ոչ հանգիստ նստել։ Գրիշ, խնդրում եմ, ես հիմա մեքենայում կանչում գնանք տուն։ Հոստեղ չենք մնալու։ Լեա չես հասկանում, մինչև չխոսամ մանանի հետ ոչ մի տեղ չեմ գնալու, ինչ գնալ։ Ես ինձ արդեն վատ եմ զգում, հատկապես ներսի խոսակցությունից հետո ախր ամոթ է։ Ասի վատ ես զգում գնա։ Ես մնում եմ։ Հասկացի, խնդրում եմ, ցավդ տանեմ, դու այն վիճակում չես, որ այսքան երկար նստած մնաս։ Դու պետքա պարկես, հանգստանաս։ Լեա, ես չեմ հասկանում, դու ընդհանրապես չես մտնում իմ վիճակի մեջ, ընդհանրապես։ Գիտես ես այդ երեխու հետ կապված ինչ պլաններ էի կազմել, կամ ընդհանրապես մանանի հետ ինչ երջանիկ կյանք է ես նախատեսում։ Այսինքն ինչ պատի սենց մի հատ խնդիր լինի ու ես չկարանամ այդ խնդիրը լուծեմ, գնամ հանգիստ պարկեմ, դες ոնց կլինի։ Ես քեզ հասկանում եմ, բայց Դե ոչ մի բայց, եթե հասկանում ես, ուրեմն սպասի հետս։ ես վախենում եմ նրանից, որ ախր դու շատ չորացած ես մանանի հանդեպ։ Դու ինչ ունես է վախենալու, վախեցողը ինքը պետք է լինի։ Սպասի թող գա։ Դե լավ էլի։ Ձեր էստեղ սպասելու իմաստը չեմ հասկանում։ Արա պապի ջան, կլինի դու ներս գնաս, ես քեզ բացատրություններ չտամ։ Չէ, տղա ջան, չի լինի։ Քեզ նայում եմ, սիրտս կծկվում է, ցավում է, որովհետև չէի ուզի քեզ այս վիճակում տեսնել, բայց հենց բերանդ բաց ես անում, ուզում եմ մի հատ տան, որ խելքի գաս։ Այդ սիրտը չի ցավում է, վիճակիցս ես օգտվում ուղակի։ Ոնց տեսնում եմ, հիմար ենթադրություններ անելու մեծ վարպետ ես։ Այդ ինչ անում եմ իմ գործնա, պապի ջան, դու ներս գնա։ Թե դու ինչ կանես իմ տան մոտ, իմ երեխեքի հետ, դա էլ արդեն իմ գործն է։ Եղավ։ Դար եղբորդ էստեղից։ Էրիկա, մեզ խնդիրներ պետք չեն, ոչ էլ առավել ևս ձեզ։ Այդ սենց կուշտենք։
հացակում աս դեմքով մտնելու ատուն ասի դավ կներես, մի ջգայնացի։ Կլինի հանգստանաս։ Ինձ այդ շատ ներվայնացած չլինես Դավո ջան։ Բայց դու չես հասկացել մինչև հիմա, որ դրանք էդ են ուզում են մեզ հունից հանեն, դրանից հաճույք են ստանում։ Այ ես թքած ունեմ իրանք ինչ են ուզում, ինչից են հաճույք ստանում։ Դու հասկանում ես ինչ ասում ես հիմարը։ Ասում դուք եք ստիպել, որ ձեր քուրը գնա երախուց հրաժարվի։ Անասուն արա լրիվ։ Դարպասի մոտ կանգնած է։ Խնդրեմ, ո՞նց չներվայնանաս։ Զանգեցիր մանանին։ Չի պատասխանում, պապի։ Հանար։ Դավ եկան Լեայինք։ Այսինքն, դու գիտեր, որ իրան գալու են։ Հա, Գրիշն ասեց պիտի անպայման մանանին տեսնի, հունանն ու ինոն էլ ինչ արեցին չկարողացան մտափոխեն։ Բա ինչի ինձ մի բան չես ասել։ Դե դավ թողնում ես խոսեմ, բառը հələ բերանից մեջ անջատեցիր։ Լավ, նար, սպասի, կզանգեմ։ Խնդրում եմ մենակ չասես, էլի կռիվ ա դարձել։ Հարջան, ասենք ինչ կռիվ պետք է անեմ։ Սայլակով եկեք անգնա դիմաստերս խոսում է, հիմա մարդ ենք, խիղճներս չի տանում։ Նեղվում ենք այդ վիճակում իրան տենում ենք, բայց հենց բերանը բացում է, ուզում եմ հենց այդ բերանն էլ տամ ջարդեմ։ Քիչ առաջ նույնը ես իրան ասեցի։ Լավ, նար, սպասի, կզանգեմ, հիմա խառնում ենք։ Դավո ջան, կարաս հանգստանաս, չգիտեմ, գնամ նա ջուր խմի, քեզ խնայի ախպերս կլինի։ Ապել ներվ չի մնացել։ Դե պատասխանի էլի։ Ինչ այմ ասես նստելու ենք ու բան չխոսանք։ Ինչ խոսանք սր։ Քո ու Լեոյի հետ կապված նոր։ Չեմ ուզում ինչ-որ բան խոսանք։ Ախպերս հասկանում եմ, որ դա հաճ վիճակ է, բայց չխոսալը շատ սխալ է։ Դուք իրար օտար չեք։ Ես էլ չեմ կարա ինձ ձև տամ իբր բան չի եղել ու չխառնվեմ։ Սար հավատա, այս պահին չխառնվելը միակ ճիշտ տարբերակն է։ Չէ, տես չի լինի ով։ Պիտի ամեն ինչ անեմ, որ հաշտվեք։ Փակի էլի թեման Սարը։ Ես ընկերությունը սենց չեմ պատկերացնում։ Լեոն կարգին տղա է ու քո հանդեպ ոչ մի վատ բան չի արել։ Ինչ անեմ, թողնեմ գնամ, որ էլ չխոսանք։ Եթե մտածում ես թողել գնալը լուծումը, ախպեր, հել գնա։ Չէ, այս պահին միակ լուծումը հանգիստ հաց ուտելն է Սարը։ Լավ, սենց ինչքան Գրիշ։ Սմա ինչքան, ես շատ իմանամ ինչքան Լեա ջան, այնքան մինչև գա խոսանք հետը։ Նա զանգի տես ուր ալը։
Իհարկե չեմ զանգի, Գրիշ։ Դա կնշանակի, որ ես դիտավորյալ կռիվ եմ հրահրում։ Թե չէ չգիտեմ, որ խեղճ աղջիկ եկավ հասավ ստեղ ինչ ա լինելու։ Ձեր ձայների վրա Լեոյենք են դուրս գալու, էլ չշարունակեմ։ Գրիշ, կռիվ չսարքես հանկարծ։ Ես գիտեմ ինչ կանեմ, սպասիլ։ Չգիտես, հրամարես զգուշացնում։ Ինչ եք ստեղանում։ Եթե չգիտես, ինչ ենք անում ստեղ։ Չէ, չգիտեմ։ Եթե չգիտես, հեսա հատ կասեմ ուրեմն։ Գրիշ։ Սուս մնա Լեա։ Մաշը կնեղանա է, եկել մոտդ հասել էր Գերմանիա։ Այդքանից հետո էս քո արածը մինիմում դավաճանություն է։ Մանան, երդվում եմ, Մաշը առանց մեզ զգուշացնելու է եկել։ Լեա, սպասիլ է։ Էլ մի հա, վերջ դուր։ Լավ է դրանք մի կողմ թողը։ Հիմա ասում ենք երեխու պայերին։ Ներս արի մանան։ Չես տենում, հետը բան եմ խոսում, ինչ ներսանցի։ Դու իր հետ խոսալու բան չունես, արի։ Արա օրը գալու է ոտիկային եմ այդ վաղ կտենաս ինչ արնում է հետդ։ Բայց չես պատկերացնի ոնց եմ սպասում այդ օրվան։ Արի մանան։ Լեո, խնդրում եմ, ընդամենը 2 րոպե տուր, խոսեմ գամ։ Չէ, ասեցի։ Աղաչում եմ, ընդամենը 2 բառ ասեմ ու գամ։ Այն փաստը, որ Մաշան ա իրան ուղեկցել Հայաստան, արդեն ասում է այն մասին, որ երկար բան չունեմ հետը խոսելու։ Խնդրում եմ, ընդամենը 2 րոպե ներսում սպասեք։ 2 րոպե մանան։ Արի։ Այսքանից հետո դու դեռ ինչ-որ բան ունես խոսելու, հա, իմ հետ։ Հա, լիքը բան ունեմ խոսալու։ Երեխուցս ազատվելուց սկսած մինչև այս պահը, սաղ պտի խոսանք։ Ես երեխուց չեմ հրաժարվել, քանի անգամ նույն բանը պիտի կրկնեմ։ Լսի, ես քեզ չեմ հավատում, մանան։ Եթե մի անգամ փորձել ես, ուրեմն էլի կանեիր։ Ու քեզ չդնես, ես արփիտեղ իբր տես բաների ընդունակ չես։ Մեր միջի սուրբը դու ես։ Դու Մաշը։ Բրավո այդ աղջկան, եկավ հասավ Գերմանիա, որ կողքիդ լինի։ Դու քեզնից չես ամաչում, ամեն անգամ դրան նայելուց քեզ ստորացած չես զգում, որ մի աղջիկ կարողացավ քեզ նենց օգտագործի, որ ընտանիքդ քանդվեց։ Լավ է, այսքան լսակ ես, հիմա դու ես ինձ լսում։ Ասա, լսում եմ։ Կարամ հասկանամ աղբորդ ինչ ես վերցրել բերել ստեղ։ Որովհետև Մանանի հետ խոսելու բան ուներ։ Այսքանից հետո ինչ ունի խոսալու։ Լեո, վստահ եմ ոչ միայն ախպերես, հաստատ Մանանն էլ լիքը խոսելու բան կունենար։ Վայն Մաշա ինչա դրան ինչ էիք տարել։ Ում տեղն եք ձեզ դրել, չեք ամաչում դուք ընդհանրապես։ Լեո, դու ինձ ում տեղն ես դրել։ Ես այդ աղջկան ոչ մի տեղ էլ չեմ տարել։ Առանց զգուշացնելու վերկացել եկել էր։ Բա աղբերդ մեզ ում տեղն ա դրել, որ եկել ասում ա ձեր քրոջը տանում եք, որ երեխուց ազատվի։ Այդ ի՞նչ ձև ա ընդհանրապես, Լեա։ Կամ դու ինչ ես բերանը ջուրը առել կանգնել ու չես ասում, որ Լեոյենք այդ մարդիկ չեն, որ իրանք երբեք դες մա չեն կարա անեն։ Լեո, ասել եմ, բայց խնդրում եմ հիմա արի այդ թեմայով չխոսենք։ Այդ ինչի։ Այդ հենց մեր պահանա լինում խոսալու, մենք պետքա սուս մնանք, բայց դուք հա կարակ խոսակ, հա։ Հո փողով չէ տանտերնել, որ մենակ դուք կարենաք խոսակ։ Ախորդ ասեցի, քեզ էլ եմ ասում։ Չեմ ուզում ձեր երեսը տեսնեմ։ Սրանից հետո չփորձեք հետս կապի դուրս գաք ու շփման եզրեր փնտրեք։ Ես ինձ կեղտոտ ու զզվելի եմ զգում այս թեմաներով խոսալուց, հասկացաք։ Դե բա անուղեղ ես։ Դե պարտադիր պետքա գնայիր հասնեն օդանավակային, որ քեզ ստորացնեն ու ճանապարհային, չէ՞։ Հետո մի հատ էլ գային ստեղ նույն բանը անեին։ Դե որովհետև Մանանի հետ կարելի է, Մանանը անողնաշար է։ Պարզվեց են Մաշն էլ արհետները Գերմանիայում եղել, օդանավակայանում տեսել։
Օ, Այդ գրիշի սիրած էլի պապի։ Աչելա լուրջ լավ են անում, մանան։ Անկեղծ եմ ասում, լավ են անում։ Քեզ հասնում է, դու ես թույլ տվել։ չէ դրանք լրիվ աննորմալ են։ Մանրամասն պատմի հասկանանք ինչ խոսացիք։ Ես չեմ զարմանա, որ վերջում պարզի, որ ինքն է մեղավոր, ընդեղ իրան մեղավոր հանածին, ինքն էլ գլուխը կա խնդունի։ Ասեցի, որ էլ ես կողմերում չերևա ու ինձ մոռանա։ Իսկ կներես, այդ որ երրորդ անգամն ես ասում արդեն 86-րդ անգամը, հա, Գրիշը շատ հանգիստ է լինելու։ Ինքը չի մոտիկանա քեզ, որովհետև գիտի դու անուղեղի մեկն ես, դու ես վազելու իր մոտ։ Արա լավ, սակայն ինձ ներվեր չունեմ, էլ մեկը քեզ ինչքան ասեմ, դու չես հասկանում։ Ես դուրս եմ գալիս։ Համամ, Ինչ եղավ այդտեղ, որ ձայները դուրս չի գալիս։ ոչ մի հետաքրքիր բան։ Նորից վիճացին, հիմա Գրիշն էլի վատ է։ Դրա համար պետք չէր գնալ ու հասնել այդտեղ, լսելու ունակություն չունենք։ Լեա փագի թեման ես տուն եմ գնում։ Գրիշ մամայինք մեզ են սպասում։ Ասացի տուն եմ ուզում գնամ, լավ չեմ վա։ Մամ ասում է տուն եմ ուզում գնամ, լավ չեմ։ Լսեցի, տարտուն հեսա գալիս եմ։ Գրիշը տուն է գնում, արի մենք էլ գնանք։ Դու գնա, ես հետո կգամ։ Հունան ոչ մի բան անելու ժամանակը չի, երեխու կողքին եղի։ Ես էլ իմ երեխու կողքին եմ, ինչ ա եղել։ Խնդրում եմ, ամեն ինչ մի կողմ դիր։ Արդեն ուշ է։ Դե բա անուղեղ ես։ Դե պարտադիր պետքա գնայիր հասնեն օդանավակային, որ քեզ ստորացնեն ու ճանապարհային, չէ՞։ Հետո մի հատ էլ գային ստեղ նույն բանը անեին։ Դե որովհետև մանանի հետ կարելի է, մանանը անողնաշար է։ Ինչ կան ար։ Բան չէ, մի քիչ ստեղ կարգի բերեմ, անցնեմ գործի։ Դավոնը կելա, Խառնեն։ բանա էր։ Չգիտեմ, նենց լարված եմ, սար տեղս չեմ գտնում։ Լեայինց դիմավորեցինք, Գրիշը կպավ, թե ինձ տարեք Մանանի մոտ։ Ինքն ու Լեան էլ գնացին։ Ու ես զգում եմ, որ հեսա նորից կռիվ է դառնալու։ Խես անհանգստանում Նարը ջան։ Գրիշ այդ վիճակում ինչ կար անի, որ մի հատ էլ կռիվ լինի։ Սարը, որովհետև վիճակն է ավելի լարվում ու հետ էլ բոլորիս վրա ազդում է։ Արա լավ, երբ այս ամեն ինչը վերջանալու զզվեցինք էլի։ Չգիտեմ, էլ չեմ դիմանում։ Քիչ ամնում գլուխս առնեմ ու փախնեմ ստեղից։ Էդ ուր ես ուզում փախնես։ Արավ վերես։ Այս վիճակից դավա։ Ինչ եղավ, լավ պատմի։ Գրիշիս ու Լեայից բերեցինք մեր տուն, մի լավ սեղան գցեցինք, իրանց բարի վերադարձ ասեցինք, շատ լավ նստեցինք մարդկանց հետ։ Լավ լուրջ։ Նարջան, ինչ պետքա լինի, ոնց եկել էին, տենց էլ գնացին։ Ոնց որ լավ ջղենացել ես, հա, դավ։ Ախպերս, ներվերս խախտվել է իրար արդեն։ Կռիվ եք արել։ Ախր այդ կռիվն էլ է արդեն անիմաստ դառել, որովհետև ում հետ կռվեմ։ Մեկը չեն հասկանում ոչ մի բան։ Տունն էր Լեոն։ Ես որ դուրս էի գալիս տունն էր։ Կներես հեսա գամ։ Ուզում էր հետս հանդիպեիր, հա։ Հա, որովհետև հետդ լիքը խոսալու բան ունեի։ Լիքը խոսալու բան ունեիր, ազատության մեջ խոսեիր։ Անկեղծ լինեիր հետս։ Իսկ հիմա շատ ուշ է։ Բախի էր մոտս մարդ ուղարկել, որ ինձ տենց ինֆոներ տար։
որ խելքդ գլուխդ հավաքես։ Անկախ ամեն ինչից ես հաշվի եմ առնում, որ դու Արսենի տղեն ես։ Չեմ կարող ուղղակի այդ ամեն ինչի վրայով անցնեմ։ Հիմա ուշադիր ինձ ես լսում։ Չէ, նախ ես բան ունեմ ասելու։ Ուշադիր ինձ ես լսում։ Այն ինչ կատարվում է ձեր ընտանիքում, այդ ամեն ինչի հիմքում հոպարը տանգած։ Ու ես թքած ունեմ հիմա դու դրան հավատում ես թե չէ։ Հորդ գլուխը հոպարիտ պատճառով են կերել։ Ինքն է եղել այդ ամեն ինչի մեղավորը։ Ասեմ ավելին, կողմնակիցը։ Ես ինչեր ես խոսում։ Այն ինչ կա։ Մեղք ես։ Քայլ առ քայլ հոպարդ քեզ տանում է կործանման, ոնց որ հորդ կործանեց։ Պապատ էլ էր տենց հավատում հոպարիդ։ Տեսար վերջում ինչ եղավ։ Այդ հոպարդ շատ վտանգավոր երևույթ է։ Ականջի տողարա։ Ու պապայի հետ տենց վարվելու պատճառով որ պետք է լիներ։ Այդ արդեն կգնաս արցումից կճշտես։ Ինձնից հասնում էր քեզ զգուշացնելը։ Չեմ հավատում քեզ։ Ես էլ վերջին անգամ եմ ասում։ Թքած ունեմ, հավատում ես թե չէ։ Ինձնից հասնում էր քեզ զգուշացնելը։ Դու ես դուժելու։ Մի արայլու։ Լավ, էլի Գրիշ։ Գրիշս, ես էլ անցնելու։ Հետ ես նայելու ու թվա թե երազ էր։ Դե ինչ ես անկապ լավատեսություն քարոզում։ Չես տենում ամբողջ կյանքիս ընթացքում ամեն ինչ դեպի վատն է գնում։ Ինչն է լավ։ Լավատեսության անկապը ո՞րն է Գրիշ։ Ես գիտեմ, որ մանանին շատ է սիրում։ Ես քեզ հասկանում եմ։ Ու հավատա ինձնից լավ քեզ ոչ մեկը չի հասկանա։ Բայց թուլանալով ոչ մի բանի չես հասնի։ Սկալյասկով է ոչ մի տեղ չեմ հասնելու։ Ոնց ես։ Հրաշալի մանջան չի երևում։ Ասել ես կան օգնել։ Պապան ուր է մամ։ Հեսա կգա։ Իրար հետ չէիք։ Դե բա ոնց։ Բան նենց եմ սիրում, որ հերս ես ամենակարևոր գործերը ես պահերին անում։ Հայրիկ, Էս ինչ է, էս ինչ վիճակ է։ Հերս, ես լավ չես այցավտան։ Բայց Սուսան, սիրտս ինձ արագ է խփում։ Ինձ թվում է այսա բերանից դուրս կգա։ Վերկաց գերմենք հիվանդանոց։ Ինչ հիվանդանոց է, այնա տեղ եմ խմել կանցնի։ Չասես երեխեքն են նեղացրել, թե չէ շանս սատակ կանեմ դրանց։ Այն երեխեք է։ Այն հունանի լակոտներ քրոջ է տեկել։ Գրիգորին, Հա, դրանք Հայաստանում են։ չէ, Գերմանիայում են։ Բա ոնց են եկել այստեղ։ Հերիքա միջղայնացրու հիմար արծեր մի տուր։ Լավ հանգստացի, բա ինչ էին ուզում։ Եկել էին, մեղադրում էին երեխեքին։
ասում են, որ դուք հատուկ մանանին ստիպել տարել եք հիվանդանոց, որ երեխուց հրաշարվի։ Ասա այբալամ դու քիչ կինոներ նայել, էլի գնաց է Գերմանիա կինոներ նայել, եկել աստե բաներ ա խոսում։ Բա Հետո իլիք։ Ճամփեցին գնացին։ Դավիթն ու Լեոն նեղվեցին, վիճեցին, մանանը լաց եղավ, բրծավ գնաց։ Ես ասում եմ, ես լսում։ Քեզ ինչքան ասեմ երեխեքիդ հերրու պահի այդ մակոնցներից չես լսում էլի այբապ։ Այդ հունանը նորից պատերազմա սկսելու, թողները տնկեն հոսանքի տակ գնան կորեն։ Բա որ ես սկսեմ պատերազմ, ես քո հունանիցն մեղքես Տեր Աստված։ Ես էլ, հեր ջան, ես էլ։ Բայց այդ է իրականությունը, դուք ինչ չեք լսում, այդ ցավը տանեմ, չեք լսում, էլի չեք ուզում ընդունածել եք։ Լսի, ինչ գնով ուզում ա ըլնի, երեխեքիդ փախցրու, ինչ ուզում ես արա, մի լուծում գտի, հանի երկրից։ Պահի տանը դուրը փագի վրները։ Ախպեր, ուզում ես երեխեքիդ գլուխը ուտեն նոր հանգստանաս, հա, էդ եք ուզում, չեք հասկանում։ Ես այսքան ասում եմ, մեկա դուք չեք լսում, իմ ասածները կատակի եք վերածում, ո երեխա չեմ։ Ինչ պետք է անի է։ Ինչ պետք է անի։ Աշխարհի ամենավերջի դաժանությունն ու ստորությունը պետք է անի։ Բարև ով։ Բարև։ Հիմա ինչ, մեզ ձև ենք տալու իբր ոչ մի շփում չի եղել, ընկերություն չենք արել, հա իրար հետ։ Քո հետ եմ է խոսում։ Ինչ ես ուզում լսես։ Ինչ կա ասելու կամ ինչը քեզ պարզ չի։ Շատ բան կա, որ պարզ չի ով։ Ամենաառաջինը ոնց դարա ես քո թշնամին։ Այդ պարզ չի ախպեր։ Ով ուզում ա լինի Լեո։ Մեկը փորձի ընտանիքիս կողքով անցնի։ Չեմ նայելու ով ա եղել իմ համար կամ ինչ հարաբերությունների մեջ եմ եղել իր հետ։ Արա, բայց ես ինչ եմ արել։ Դու եկար մի քանի օր առաջ տանս մեջ կռիվ սարքեցիր, աղբորս հետ թեմա բռնեցիր։ Ուլը դու ես խոսում ընտանիքի կողքով անցնելուց։ Ես բան չեմ ասում, դու ես խոսում։ Ինչ արել եմ։ Ճիշտ եմ արել։ Լուրջ ես խոսում։ Հա։ Հիմա ուշադիր ինձ լսի ովա։ Եթե ես սկսեցի ինձ քո պես պահել, շատ վատ կլինի։ Ու դու ինձ լավ ես ճանաչում, որ ոտս գազին եմ դնում, էլ տորմուզներս ընդհանրապես չի պահում։ Դու էլ ինձ ես շատ լավ ճանաչում։ Բայց ի տարբերություն քեզ ես արդեն սկսել եմ։ Ու ստոպ չեմ լինելու։ Լավ ես մտածել։ Ես միշտ մտածում նոր եմ խոսում։ Ես ամեն ինչ արեցի, որ չթշնամանանք իրար հետ, բայց դու ոնց որ հենց այդ ես ուզում ապել։ Նայի հետո ուշ չլինի փոշմանես, ինչքան հնարավոր էր հետը տանկեղծ եղա, հետ էլ չգնահատեցիր։ Մնացածը դու գիտես։ Հորդ գլուխը հոպարիտ պատճառով են կերել։ Ինքն ա եղել այդ ամեն ինչի մեղավորը։ Ասեմ ավելին, կողմնակիցը։
Խոսեց Մանանի հետ։ Հա։ Լեոյեն քել էին այնտեղ ահավոր լարված վիճակ էր։ Ու ինչ եղավ։ Ինչ պետք է լիներ։ Բնականաբար ոչ ոքի չհասկացավ։ Նույն լարված իրավիճակներ մենք էլ վեր կացանք եկանք տուն։ Չնայած ինչ եմ հարցնում, ուրիշ տարբերակ չկար։ Մամ Լեոն այնքան ուրիշ է դարձել։ Ահավոր նյարդային է, չարացած, անգամ խոսելա ոչն է փոխվել։ Լեա, չգիտեմ ճիշտ եմ անում, թե չէ որ քեզ ասում եմ, բայց տարբերակ չկա պիտի իմանաս։ Ինչի հետ կապված։ Հորդ փորձել են սպանել, Լեոն փրկել է։ Լողավազանն են գցել։ Հանել է ու ուշքի է բերել։ Լավ կլինի պատմես հասկանամ ինչ ա եղել, պիտի խնդրեմ։ Պարզ չի։ Չէ, պարզ չի։ Լեային չեմ ուզում զանգեմ, դու ստեղ նստած ինձ պիտի Լեան պատմի ինչ ա եղել։ Քուր ախպեր ոգևորված եկել էին։ Գնացել էին Գերմանիա, ինչ որ տրամադրվել էին մեր հանդեպ ու եկել էին հարցեր պարզելու։ Ու ինչ պարզեցին։ Ոչ մի բան էլ չպարզեցին։ Մանան ու Լեոն իրանց սիրելիների հետ առանձնացան խոսացին, հետո երկուսն են կատաղած հետ եկան ու սկսան իրանց պատեպատ տալ։ Հələ դե ասա ռատներդ քաշա գնացել եք մեր կյանքից, ինչ էլի հետ եկաք։ Դա որ լավ էլի քեզ տենց բաներ չի սազում, մի ասա տենց։ Լավ էլ սազում է։ Լսի, երբ ես դու սովորելու իրավիճակին մի քիչ նորմալ նայել։ Ջահել տղա, այս մազերդ արդեն սպիտակում են, չի կարելի տենց։ Լավ էլի նարե։ Չեմ սովորելու, երբեք էլ հանգիստ չեմ նայելու, ինչքան հանգիստ նայեցի, ինչքան թեթև նայեցի, այնքան նստան գլխնելիս։ Ասար։ Ինչ կա ախպերս։ Բան չախպեր։ Անդերցարանում նստած եմ, պատրաստվում եմ մտնեմ պարապեմ։ Չտեսար Վովին։ Տեսա, իրան նենց վատ պայեց, չեմ ուզում էլ աչքի սերևա։ Արալավես ինչ սարքեցիք դուք ախպեր։ Ախպեր, ես բան չեմ սարքել։ Ընկերս չուզեց հետս խոսա, ես էլ որ լակոտ չեմ ընգնեմ հետևից։ Ուզում եք կպնենք։ Այդտեղ ահալը, սպասեսա գալիս եմ։ Չէ, մի քիչ առաջ դուրս եկավ։ Հեսա ես էլ մի ժամ պարապում եմ դուրս գամ, հասնեմ տուն կզանգեմ։ Լավ, սպասում եմ քեզ։ Լեո։ Ինչի համար ես եկել։ Եկել եմ, որ շնորհակալություն հայտնեմ։ Լեո, կլսես ինձ։ Լեա, շնորհակալության կարիք չկա։ Ով էլ լիներ իրա փոխարեն փրկելու էի, չէի թողնելու խեղդվեր։ Հա, բայց այդ չի նշանակում, որ պետքա չգայի։ Լսի վերջ դու էլի։ Չեմ ուզում քո հետ ինչ-որ բանի մասին խոսամ, մանավանդ այդ թեմայով։ Ու այսօրվա մեր տանդիմացի եղածն էլի պարզ դարձրեց, որ մենք ու դուք ոչ մի ընդհանուր կապ չենք կարող ունենալ։ Գնա քո ճանապարհով, ինչ ես ուզում ինձնից։ Լսի, ես մարդկային եմ պահում ու դրա պատճառով սկսում եմ տանջվել։ Ես չեմ եկել քեզ տանջելու։ Դե ուրեմն գնա Լեա, գալուտ ոչ մի ուրիշ պատճառ ես չեմ գտնում։ Դու իմ համար օտար մարդ ես, չեմ ուզում մենք հանդիպենք։
Լեո, մենք Վերջ ասեցի, Լեա։ Ես ուր գնամ, որ ձեզնից պրծնեմ, որ դիմացս էլ դուրս չգաք։ Չկանք մենք, մոռացի։ Կամ ես ու կաս առանձին դու։ Ապրի քո կյանքով կլինի։